8 տարի խափել է, Արցախը այսօր խափում է, վաղն էլ է խափելու։ Մանկավարժական գիտությունների թեկնածու Հունան Մարտիրոսյանն Էջմիածնի կենտրոնական այգում Արման Թաթոյանի նախընտրական ծրագիրն էր լսում ու կեսից բորբոքվեց, սրտում կուտակվածը դատարկեց։ Ասելիքի հասցեատերը վարչապետ Փաշինյանն էր։ Հայաստանի Հանրապետությունում այո 3 միլիոն վարչապետ կա եւ պետք է այդպես էլ լինի։ Դու այդ 3 միլիոն վարչապետին ընդամենը ասֆալտը փռեցիր, որ այդ 3 միլիոն վարչապետին փռես ասֆալտին, փռում ես ասֆալտին։ ԱԾ-ի պատվալներից լստում ուրա գնում ես ազգը, կործանման։ Աշխարհագրագետ Մարտիրոսյանին հունից հանել է հատկապես հայ ժողովրդի պատմության դեմ Փաշինյանի քայլերը, նրա ձևակերպմամբ ուրացումը։ Ղարսեցու ծնունդ եմ արմատներով, իսկ ծնունդով Էջմիածնեցի եմ։ Բայց այսօր դուրս ես եկել ոչ թե վեհապար հայրապետի դեմ, դուրս ես եկել իմ հավատքի դեմ ես դուրս եկել։ Այսօր ես ընդամենը միավորման կոչ եմ անում։ Ինչի չեք միավորում բոլորդ, ասեք Նիկոլի դեմ, ինչի չեք միավորում։ Եթե բոլոր առանցին շարժում եք անում, դա ոչ մի օգուտ չի տալու, ոչ մի օգուտ չի տալու։ Ընդդիմությունից էլ գանգատներ ուներ Փաշինյանի քննադատը եւ ոչ միայն ինքը, Միասնության թևերկուսակցության վարչապետին լսող մյուս էջմիածինցիներն էլ, ինչու ընդդիմադիրներին չհաջողվեց մեկ գաղափարի շուրջ համախմբվել։ Մեր կարմիր գիծն է, որ պետք է ամեն ինչ անել, որ ԿՊ-ն չվերարտադրվի որպես իշխանություն, Նիկոլ Փաշինյանը չընտրվի որպես վարչապետ։ Վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի բացատրություններն էլ իրավիճակը չփոխեցին։ Միայն մանկավարժական գիտությունների թեկնածու Մարտիրոսյանն է կողմնորոշվել։ Ընդդիմադիրներից մեկին է ընտրելու, մյուսները դեռ սպասում են։ Առաջվա ոչ, բայց թե վերջում եկա, պետք է մեկին ընտրեմ, ու չեմ թողա։ Իսկ գուցե Փաշինյանին էլ ընտրեն, չէ՞ որ թոշակները 10,000 դրամով բարձրացրել է։ Երջանիկ կյանք է խոստանում տարեցներին։ Դա մի քիչ ծիծաղալու է, բայց դեռ ինչ արած։ Դա կաշառքային միջոց էր, կաշառքի միջոց էր, ոչ բան։ Ինչքանով ավելացրել է կրկնակի կյանքը թանկացրել է։ Դա ընտրակաշառք էր։ 10,000 ավելացրեց, 20 անգամ թանկացրեց։ Հա, ամեն ինչը։ Դա ընտրակաշառք է, ումն է պետք դա։ Ընտրատեղամաս գնալու մտադրություն էլ դեռ չունեն Փաշինյանի ամենակննարկված բարեփոխումից օգտվող այս քաղաքացիները։ Արման Թաթոյանը նրանց հավատացնում էր, որ իրենց քվեով է փոխվելու իշխանությունը։ Ընդդիմության համախմբումն էլ իրենց քվեից է կախված։ Համեմատած 21-ի ու 26-ի նորից էլի իջել է եւ ակնհայտ է, որ դա նա իրավիճակը փրկելու խնդիր ունի հիմա։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներով իշխող ուժի վարկանիշը բարձր է ընդդիմադիրներից, ինչի հիման վրա է Միասնության թևերկուսակցության թեկնածուն պնդում, որ Փաշինյանը նախկին վստահությունը չունի։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը բացատրեց վարչապետի վերջին օրերի վարքագծով, որ սպառնում ու վիրավորում է մրցակից ուժերին ու իրենից դժգոհ շարքային քաղաքացիներին։ Նրա ելքը որն է՝ ստեղծել պատրանք, որ ընտրություն չունի հայ ժողովուրդը, կամ նախկիններ օրինակ չէ նրա ձևակերպմամբ, կամ հիմա ինքը ներկա։ Թաթոյանի տպավորությամբ բռնի տեղահանված արցախցիների իշխանությունից դժգոհ մարդկանց վրա հարձակվելով Նիկոլ Փաշինյանն ամենահամոզիչն է հաստատում, որ ոչ մի աղերս չունի արևմտյան արժեքների ժողովրդավարության հետ։ Եվ ինքը իր պահվածքով ցույց է տալիս, որ այդ սրտիկներն ու պաչիկները կեղծիք են